Բարև ձեզ, Ազատ ձայն լրատվականը սկսում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք տիեզերքի, մարդու եւ այդ համակարգում մարդու տեղի մասին, ինչպես նաեւ մարդու էվոլյուցիոն զարգացման ընթացքում սուբյորդության համակարգը ինչ տեղ է զբաղեցնում։ Թեմայի շուրջ կզրուցենք պատմաբան Գուրգեն Կարապետյանի հետ միասին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, արդեն ասացի, որ խոսելու ենք տիեզերքի եւ մարդու մասին, ով թե նա ինչ տեղ է զբաղեցնում ընդհանրապես տիեզերական համակարգում եւ անմիջապես ասեմ առաջին հարցին, ինչպես էին պատկերացնում մեր նախնիները տիեզերքը եւ մարդ Արարածը այդ տիեզերական հսկայական գաղափարի մեջ ինչ տեղ է զբաղեցնում։ Կարևորագույն հարցերից մեկը, որ մասշտաբես քննարկվել է, հենց վերաբերում է տիեզերքին եւ այն տեղին, որ մարդը գրավում է այդ տիեզերքում, ամենամեծ ուսումնասիրությունը եւ լուրջ գիտական հայտնագործությունը կատարել է մեր հայրենակից Հովհաննես Դավթյանը, ապացուցեց, որ ամբողջ տիեզերքը մեկ ընդհանուր մտածող էակ է եւ որ այդ տիեզերքը ունի իր երաշտյան կառուցվածք, այսինքն կազմված է նյութական մասից, որը մեզ համար տեսանելի է, մենք կարող ենք ուսումնասիրել, կարծիք կազմել նրա մասին, բայց նաև որ կազմված է առանձին տարբեր դաշտերից, որոնք ունեն իրենց կրող ինֆորմացիան եւ որ այդ դաշտերը փաստորեն միավորված կազմում են մեկ ընդհանուր դաշտն էլ ունի իր հիմնարար դաշտը, որը նա կոչեց գիոնային դաշտ եւ նրա ուսումնասիրությունից պարզվում է, որ այդ մեր ասած նյութական տիեզերքից բացի կա նաև զգացումային ընդհանուր կենտրոնը եւ տիեզերքն ունի իր մտավորը, որը ինքը հետ կոչեց, ինչպես նշեցին, գիոնային դաշտ։ Իրենից առաջ փիլիսոփայության լեզվով տվել է Նարեկացին, որը հենվել է մեր հին աշխարհաճանաչման վրա եւ ասենք նրա այդ տեսությունը բազմաթիվ հարցերի պատասխան է տալիս, ասենք Տեսլայի մասին բոլորը գիտեն, մարդ, որը ապրել է 19-րդ դարի վերջերին, 20-րդ դարի սկզբներին եւ փաստորեն բազմաթիվ հայտնագործությունների հեղինակ է եւ այդ մարդը նշում է, որ ինքը ոչ մի գծագրեր չի արել, այլ ամբողջ իր տեսությունները, իր հայտնագործությունները ինքը ստացել է անմիջապես տիեզերքից եւ նա պնդում էր, որ ողջ տիեզերքը մինչև ամենափոքր ատոմը ուրեմն ունեն գիտակցություն եւ փաստորեն չկա տիեզերքում անգիտակից որևէ բան։ Դրանով կարելի է բացատրել նաեւ հին քրմերի, հատկապես ասենք հայ քրմական դասի հանճարեղ հայտնագործությունները, երբ ասենք սրանից 8-9000 տարի առաջ, երբ որ ժայռապատկերներն են ուրեմն փորագրվել, տրվել է եւ տիեզերքի կառուցվածքը, նաեւ բազմաթիվ գիտական նորույթներ, որոնք այժմ միայն ուրեմն ապացուցվում են կամ ասենք եգիպտական բուրգերում հայտնաբերված նաթիռների պատկեր եւ այլն, նաեւ կան փաստեր, որ ասենք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երրորդ Ռայխի գիտնականները կարողացել են կապվել այդ տիեզերական կենտրոնի գիոնային դաշտի եւ այնտեղից ստանալ ինֆորմացիա։ Մեր նախնիները գտնում էին, որ աշխարհը, այսինքն տիեզերքը ունի սոխի գլխի նման կառուցվածք, շերտավոր է եւ դրանից է գալիս Դիոնիսեսյան պնդումը, որ ինչ վերևում է, այն ներքևում է, այսինքն մեծ համակարգի, մեր նշած, այժմ մենք կարող ենք հասկանալ միայն գալակտիկան, որտեղ աստղերի 100,000-ավոր, միլիոնավոր աստղերի խմբավորումը, իսկ գալակտիկայից ավելի վեր, փաստորեն աստղագիտությունը չի ուսումնասիրել, սակայն գիտե, որ կան նաև այլ գալակտիկաներ, հիմա խոսքը գնում է գոնե մեր գալակտիկայի մասին եւ նրա այդ գիոնային կենտրոնի փաստորեն նրա մաս կազմող արիկակնային համաստեղությունը նույնպես ունի իր կենտրոնը, նրա ազդեցության տակ է, որ տեղի ունենում նրա ավելի փոքր մասերի երկրագնդի մյուս մոլորակների ուրեմն էվոլյուցիոն զարգացումը, լուսինը որպես համակարգ առաջին հերթին մտնում է երկիր մոլորակ համակարգի մեջ եւ նրա էվոլյուցիան նույնպես տեղի ունենում արևից եկող այդ ինֆորմացիայի հետ եւ հետաքրքիրն այն է, որ մեր նախները դա շատ լավ գիտեին եւ ուրեմն
սեմիտների մոտ, բայց Հայաստանում ձևավորված լուսնի դիցուհու անունը, ուրեմն Սին, հայկական լեզվում մտավ որպես կեղծ, որպես կիսատ հասկացողություն, որով եւ կազմում է լուսին, լույս եւ Սին, այսինքն կեղծ լույս, կեղծ ինֆորմացիայի գաղափարը, որովհետեւ հայերը տարբերություն ասենք սեմիտական ժողովուրդների գտնում էին, որ անհրաժեշտ է պաշտել, ընդունել ոչ թե ավելի փոքր մասնակի այդ ինֆորմացիոն դաշտը, ազդեցությունը երկրի վրա, այլ ավելի էականը, նույնիսկ ոչ թե արևը, այլ արեգակը, որը հայերեն լեզվով հոմանիշը չէ արևի, որովհետև արեգակ բառը կազմում է ար, ոգեղեն, էգ, ծնող եւ ակ, այսինքն ակունք, սկիզբ արմատներից, այսինքն խոսքը վերաբերվում էր արեգակ ասելով կամ արեգ ասելով վերաբերում էր ոչ թե ֆիզիկական արևին, այլ մեր ասած գիոնային դաշտին, որը փաստորեն ամբողջ մեր գալակտիկայի էվոլյուցիոն զարգացումն է։ Աստվածաշնչում բավականին հետաքրքիր ձևով ներկայացված է, որովհետև իրականում Նոյի ունեցած 3 որդիները խորհրդանշում են ոչ թե 3 ռասաներ, մարդաբանական տիպեր, ինչպես ցանկանում են ցույց տալ, այլ իրականում նրա այդ 3 որդիները Սեմը խորհրդանշում է 7-ը, այսինքն նյութի վրա իշխողը, մարդկության նյութական մարմնական մասը, Քամը, Քամել բառն է, որը նաև կարելի է գտնել բառարաններում, ասենք կամ հոգի հասկացողությունը, որ ծագում է հայերեն Քամել բառից, որ նշանակում է նյութականից ազատված, այսինքն զգացումային դաշտն է մարդկության, իսկ հաբեթը կամ աբեթը հայերեն լեզվով նշանակում է անթեղված կրակ, այսինքն ոգի, որից է բարձ է դառնում Նոյի անեծք կամ օրհնանք հասկացողությունը, երբ նա դիմելով հաբեթին նշում է, որ օրհնյալ լինի հաբեթը, ընդարձակվի եւ Սեմի վրաներում բնակվի, իսկ Քամը նրան ծառա լինի, որով խորհրդանշում է, որ այդ մարդկության ոգեղենությունը պետք է ընդարձակվի, մարդը պետք է դառնա ավելի ոգեղեն եւ լցվի ամբողջական մարմնի մեջ, այսինքն մարմինը պետք է դառնա ընդամենը մի կաղապար եւ բնական է, որ մարդու զգացումային դաշտը կամ զգայանները բնական է, որ ծառայեն մի կողմից մարմնին, իսկ մյուս կողմից մտքին, այսինքն սա նույնպես խոսում է Սուրբ Երրորդության գաղափարի որպես մարդու կառուցվածքի եւ իհարկե դա չի կարելի, ինչպես ներկայացնում են, որ Սուրբ Երրորդության գաղափարը քրիստոնեության էությունն է, որտեղ Սուրբ Երրորդությունը որպես գաղափարական հիմք ընկած է հատկապես արևելյան բոլոր կրոններում, բոլոր հավատամքներում, ասենք Եգիպտոսում նույնպես գտնում էին, որ մարդը կազմված է 3 մասից, ֆիզիկական մարմինը հասկանալի է, նաև 2 հոգուց, ինչպես իրենք են կոչում կամ ինչպես հիմա են թարգմանում, կայից եւ բայից, որոնցից եթե մեկը ավելի նյութական էր, այսինքն զգացումնային էր, ապա մյուսը բացարձակ ուրեմն աննյութական էր, այսինքն միտքներ, եւ նրանք գտնում էին, որ գալու է ժամանակ, ինչպես ամբողջ տիեզերքն է առանձնացված մասերի, բայց պահպանում է իր ամբողջությունը, այդպես էլ գալու է մի պահ, երբ որ նորից ամբողջը միավորվելու է եւ մարդու մարմինը միանալու է իր կային եւ բային եւ նորից տեղի ունենալու այդ ամբողջականության ուրեմն համակարգի վերականգնումը։ Այս տեսակետից նաեւ պետք է նշեմ այժմ, որ մարդկությունն որպես ամբողջություն ունի իր մասերը, որոնք ներկայացնում են մարդաբանական էթնիկ խմբերով, մեր ասած ազգերով, որը նույնպես մեկ ամբողջություն է, ունի նորից իր ֆիզիկական մասը, ունի իր զգացումային դաշտը, ունի նաև իր մտավոր դաշտը, պատահական չէ, որ ասենք հայերը ասում են, այնինչ հայ առանձին չգիտե, հայությունը միացյալ գիտե, եւ դա իրականում այդպես է, որովհետեւ ազգը շատ ավելի բարձր բան է, քան անհատների պարզապես ֆիզիկական գումարը, դա մեկ այլ նոր էություն է իր ավելի բարձր որակական աստիճանով, մարդը նույնպես փաստորեն լինելով տիեզերքի այդ փոքրագույն մոդելը, բացառապես կրկնում է տիեզերքին, պահպանելով իր ամբողջականությունը, անհատականությունը։
Պարոն Կարապետյան, դուք արդեն իսկ ասացիք, որ մարդը տիեզերքի անբաժանելի մասն է եւ փոքր մոդելը տիեզերքի։ Այդ սուրբ երրորդության գաղափարը մարդու էվոլյուցիոն զարգացման ընթացքում ինչ տեղ է զբաղեցնում։ Հանճարեղ գաղափարը սահմանվել է շատ առաջ, որ մարդը բացառապես կրկնում է տիեզերքը, ունի միևնույն կառուցվածքը, ինչ որ տիեզերքը, նաև ընդհանուր առմամբ, երբ որ նայում ենք, մարդը նույնպես ունի իր մասերը, հանձին իր օրգանների, որոնք նույնպես կարելի է քննել, որ առանձին գոյություն ունեն, իրենց հերթին էլ գոյություն ունեն հյուսվածքներն էլ ունեն իրենց բջիջները, տիեզերքը, նաև մարդը ունեն այսպես կոչված իրար հետ մրցող, նաև իրար հետ լրացնող երկու նախասկզբներ, դա կարելի է կոչել արարման եւ ավիրման, կամ արական եւ իքական, հոգեղեն եւ նյութական, սպիտակ եւ սև, դրանք շատ են, որոնց լրացնելով միջինը կազմում է սուրբ երրորդությունը, այդպես էլ մարդը իր կառուցվածքով ուրեմն ունի երկու նախասկիզբ, մարդու ուղեղը կազմված է աջ եւ ձախ կիսագնդերով կամ արական եւ իքական կիսագնդերով, որոնք իմիջիալոց նաեւ հիմնական կենսաբանական տարբերությունն են կնոջ եւ տղամարդու մեջ, երկու նախասկիզբները լրացնում են իրար, կազմելով մեկ ամբողջությունը, որը մեր նախները շատ լավ գիտեն, որի համար էլ այդ երկվորյակի գաղափարախոսությունը կա մեր հին ժայռապատկերներում, կա մեր ուրեմն խորաքանդակներում եւ ասենք Հայաստանից անցել է նաեւ հայերի առաջ շարժվելու հետ նաեւ մյուս ժողովուրդներին եւ մտել տարբեր ժողովուրդների աշխարհաճանաչման մեջ։ Սաղմային մարդու շրջանը անցնում է սերմնավորում, բեղմնավորում, հղիություն փուլերը, ծնվելուց հետո լինում է ծնունդը, հասունացումը եւ սերունդ տալը, այսինքն այս մարդու աստորեն զարգացման փուլերը նույնպես գտնում են երաժշտության համակարգում, ցանկացած համակարգ լինելով սուրբ երրորդության մեջ, երաժշտության համակարգում նշանակում է, որ այդ համակարգը կայուն է, բնական, սակայն ինչպես եւ երկրաչափական եռանկյունու պատկերը, նա շատ կոշտ է եւ ենթակա չէ փոփոխման, որի համար էլ ուրեմն օրինաչափորեն եռաչափից հետո կա նաեւ քառաչափը կամ սուրբ երրորդության կողքին նաեւ կա սուրբ չորրորդությունը։ Մենք արդեն նշեցինք, որ ասենք սերմնավորում, բեղմնավորում, հղիությունից հետո գալիս է ծնունդը, որը փաստորեն այդ մեկ համակարգի մահն է, վերջը եւ նոր համակարգի սկիզբը, գալիս է մահը, որը նորից երկրային կյանքի ավարտն է։ Պարոն Կարապետյան, այս հարատև շրջափուլի ընթացքում ծնունդ, մահ, սաղմնավորում, բեղմնավորում, այս ընթացքում տեղի է ունենում անընդհատ էվոլյուցիոն զարգացում, բայց մենք գիտենք, որ բոլոր արիական ժողովուրդների մոտ կար նախնիների պաշտամունք։ Ինչ իմաստ ունի այդ պաշտամունքը, կբացատրեք դրա գաղափարը։ Նախնիների պաշտամունքը, ինչպես դուք նշեցիք, կա բոլոր հնդեվրոպական ժողովուրդների մոտ եւ դա հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես են մեր նախնիները պատկերացնում կյանքը, ինչպես էին պատկերացնում մահը եւ ինչ էին հասկանում մահից հետո մեր նոր ասած անդրշիրիմյան կյանքի մասին։ Ուրեմն մեր նախնիները գտնում էին, որ այն ամենը, ինչ կա մեր շրջապատում, դա բնական է եւ մենք դրա մասն ենք, որի համար էլ արիական հնդեվրոպական ժողովուրդները, նաեւ հայերը սիրում էին կյանքը, բայց նաեւ նրանք գտնում էին, որ երկրային կյանքը մարդու էվոլյուցիոն այդ փոփոխությունների մի փուլն է, որի համար էլ նրանք պատրաստ էին ամեն պահի նաեւ զոհել իրենց կյանքը հանուն ամբողջի, հանուն իրենց ընտանիքի, հանուն ազգի, հանուն հողի, հանուն հայրենիքի, որովհետեւ առաջնային էին համարում շարունակականության ապահովումը մեր թաղման արարողությունների մեջ, ասեմ, որ ուրեմն այն, որ այժմ քրիստոնեությունը ընդունում է տեսակետը, որ հող էր հող դարձիր, մեր նախնիները դա չէին ընդունում, նրանք գտնում էին, որ մարդը բնության մաս լինելով իր մեջ ընդգրկում է բնության տարրերը, այսինքն որ մեր մեջ կա
եւ ծանր հողը, բայց կա նաեւ ջուրը, հուրը, որի համար էլ ոչ այդքան մեծ տեղ է տրվում, սակայն նաեւ հետաքրքրում է թե ինչ է պատահելու մարդու ֆիզիկական մարմնի հետ եւ ասենք Հայաստանում հայտնաբերված են թաղման ծիսակարգեր, նաեւ մեծ քանակությամբ հրկիզման, դիակիզման արարողություն, այսինքն հարցը վերաբերում է սրան, թե ինչ է պատահելու մեր մարմնի ֆիզիկական մարմնի հետ, կարևոր խնդիր է ֆիզիկական մարմինը բնությանը վերադարձնել, հայկական ցեղային միությունների մեջ հատկապես տարածված է հրկիզման, դիակիզման արարողությունը, երբ փաստորեն կրակը, ըստ մեր նախների միանում էր կրակին, ջուրը ջրին, ծանր տարերն էլ անցնում են հողի։ Դրանից հետո հայությանը շատ ավելի հետաքրքրում էր, թե ինչ է կատարվելու մարդու հոգեկան, հոգևոր դաշտի եւ մտավոր դաշտի հետ։ Մեր նախները գտնում էին, որ ֆիզիկական մահը տեղի ունենում աշճանաբար եւ նորից այդտեղ գալիս էր սրբազան թվերի համակարգը։ Գտնում էին, որ ֆիզիկական մարմինը մահանում է 3 օրվա ընթացքում եւ եթե հիմա ուշադրություն դարձնեք, այժմ էլ դա պահպանված է, երբ մահվան հաջորդ օրը տեղի ունենում նրա ոգեկոչումը, իսկ երրորդ օրը տեղի ունենում էկնահողը, բառը հանճարեղ է, կազմված է էկ, ծնող եւ հող բառերից, այսինքն էկնահողը դա երրորդ օրն է, երբ հողից նորից ծնվում է մարդը, այսինքն նրա ֆիզիկական մարմնի մահից հետո նրա հոգևոր եւ մտավոր մասերը առանձնանում են եւ շարունակում իրենց անկախ գոյությունը։ Հայերը գտնում էին, որ մարդու զգացումային դաշտը, հոգին գնում եւ միանում է մեր նախների հոգիներին, որը ստեղծում է մեկ ընդհանուր հոգևոր զգացումային դաշտ, որը մնում է հայրենիքում եւ փաստորեն դառնում հայրենիքի պաշտպանող ոչ մի դաշտ եւ դրանով էին բացատրում սերը հայրենիքի նկատմամբ եւ այն, որ ամեն մարդ պետք է ապրի իր հայրենիքում, որտեղ կարող է ստանալ իր նախնիների ուրեմն հովանավորությունը, նախների աջակցությունը։ Միտքը գտնում է, որ այ մեր ասած գնում եւ միանում է ընդհանուր գիոնային դաշտին, որը նաեւ տալիս է բազմաթիվ հետաքրքիր ենթադրությունների հնարավորություն, որոնք փաստորեն այժմ կարելի է համարել ոչ թե հիպոթեզներ, այլ փաստորեն կարելի է համարել ապացուցված։ Մեր նախները գտնում են, որ մեր միտքը ոգին գնում եւ միանում է գիոնային դաշտին, միջալոց հետաքրքիր է, որ այս պնդումը թափանցել է նաեւ մյուս կրոնների մեջ, որի հետևանքով էլ մոտապես բոլոր կրոնները արգելում են ինքնասպանությունը, որը չի բացատրում, բայց գաղափարը նանում է, որ մարդը ինքնասպանության պահին փաստորեն գտնում է հոգևոր ընկճվածության, քաոսային վիճակում, եզորքում գիոնային դաշտի կողքին կա նաև քաոսային դաշտը, որտեղ քաոսային դաշտը մշտապես անկայուն է եւ ենթարկում է հայկական։ Միայն ասեմ, որ սինթո ճապոնական կրոնն է, որ ընդունում է ինքնասպանությունը, սակայն այնտեղ կա հատուկ նշում, որ հարակիար կատարելուց մարդը պետք է լինի բացարձակ հոգեպես հանգիստ, չլինի որևէ զգացումների ազդեցության տակ, այսինքն կարողանա ապահովել իր մտքի ամբողջականությունը, որպեսզի չքայքայվի նրա ոգին կամ մտավոր դաշտը։ Մենք ասացինք, որ փաստորեն 3 եւ 4 թվերը սրբազան էին, որի համար էլ գտնում էին, որ 3 եւ 4 թվերի գումարը 7-ը, նաեւ միջալոց բազմապատկումը 3 եւ 4-ի 12-ը նույնպես սուրբ է, բայց ուրեմն կապված 7-ի հետ նշում էր, որ այդ 7 օրը անհրաժեշտ է, որպեսզի մարդու հոգին, զգացումային դաշտը եւ միտքը ոգին կարողանան հավաքվել, կենտրոնանալ եւ որ այդ ժամանակաշրջանում փաստորեն դեռևս մարդու միտքը եւ զգացումային դաշտը գտնում են իրենց տարածքում, դեռևս բավականին փխրուն են, նուրբ եւ խոցելի, որի համար էլ ասենք կային բազմաթիվ արարողություններ, մի մասը, որ մեզ հասել է բավականին հասկանալի է, հայլիները հիմիկված ծածկելը խորհրդանշում էր այն, որ կարող է միտքը, որը դեռևս բավականին
նյութականը եւ զգացումային դաշտը տեսնել իրեն եւ խոճապի մատնվել, որով ուրեմն կխաթարվի նրա բնականon զարգացումը, բնականon անցումը մյուս փուլին, իսկ ասենք երևի աղանդի ձև էր այն, որ պարսիկները 7 օր դիակի մոտ պահում էին շուն, սրբազան կենդանի, որպեսզի հանկարծակի չարուժերը չգան եւ գողանան հոգում կամ վնաս պատճառեն հոգում։ Այս բոլորը խոսում է այն մասին, որ այդ 7 օրվա պաշտամունքը որպես անցումային շրջան պահպանվել էր հայերի մոտ։ 40 օրը, որը նորից հայերի համար խիստ սրբազան էր, նորից կապված է հին հայկական հավատի հետ, հայերը գտնում էին, որ 40 օր, ուրեմն մարդը գտնվում է այսպես կոչված խավարանի շրջանում։ Հայերը իրատես էին եւ գտնում էին, որ չկան մարդիկ, որոնք փոքր կամ մեծ մեղքեր չգործեին եւ փաստորեն միանալով գիոնային դաշտին մարդը ազատվում է իր նյութական մարմնից եւ ստիպված է լինում քննել իր ամբողջ անցած կյանքը եւ փաստորեն սա նշանակում էր, որ մարդու համար ստեղծում էր դժոխք, չպետք է մոռանալ, որ մեր նախները շատ լավ գիտեն, որ այդ ժամանակը հարաբերական է եւ փաստորեն այդ 40 օրը կարող էր այնտեղ շատ երկար ձգվել, եթե նա շատ քննելու եւ ինքնակննադատելու բան ուներ եւ փաստորեն նա ամբողջ կյանքը սկսում է քննել իրեն։ Չպետք է մոռանալ, որ մարդը երբ ֆիզիկական է, երբ ապրում է հասարակական հարաբերություններով շփվելով ուրիշ մարդկանց հետ, մշտապես կարող է արդարացնել իր քայլերը, գտնել կեղծ կամ ճիշտ արդարացումներ իր քայլերն արդարացնելու համար, բայց երբ ինքը ազատված այդ ֆիզիկական մարմնից եւ այլևս կոպիտ ասենք չի կարող իրեն խաբել, տեղի ունենում իրական քննադատում, գնահատվում է իր քայլերը, անում է նույն եզրակացություններ եւ փաստորեն 40 օրից հետո նա ամբողջությամբ մաքրված միանում է գիոնային դաշտին եւ մշակում է իր ապագա կյանքի ծրագրերը, այսինքն ինքը նախապատրաստական փուլ է անցնում վերածննդի։ Մեր նախները գտնում էին, որ փաստորեն մարդը վերածնվում է իր թորան մեջ, որի համար էլ փաստորեն ասեցինք հայը չէր վախենում մահից, այլ գտնում էր, որ անհրաժեշտ է առաջին հերթին մտածել սերունդ ունենալու, առողջ սերունդ ունենալու եւ հայրենիք ունենալու, որտեղ պետք է ապահովի իր վերածնունդը, գիտականորեն բավականին ապացույցներ կային, որ դա ճիշտ էր, շատ ավելի սարսափելի է հայի պատկերացրած մեղքեր գործողների համար այն դժոխքը, որ պատկերացնում էին հայերը, քան այն, ինչ ներկայացնում են, ասենք, այժմյան կրոնները։ Պլատոնը, որը բավականին անոթ էր մեր հին փիլիսոփայությանը, գտնում էր, որ կա կոնկրետ մարմնի ինֆորմացիան այնտեղ տիեզերքում, կա այդ տեսակի ամբողջական ինֆորմացիան եւ կա ընդհանրապես նյութի ինֆորմացիան, այ մեր նախները գտնում էին, որ մենք մեր զգացումային դաշտը միանալով ընդհանուր զգացումային դաշտին փաստորեն պահպանում է իր անհատականությունը, բայց դառնում է նաեւ մասը ամբողջ այդ զգացումային դաշտի, որի համար էլ նախները մեր գտնում էին, որ անհրաժեշտ է ինչպես պաշտել մեր ընտանիքի պահապան այդ նախահորը, այնպես էլ ընդհանրապես հայրենիքի նախահորը, հանձնես մենք այդ մասին ասել ենք հայքի, որը հանդիսանում էր ընտանիքի, նաև ամբողջ հայության նախահայրը։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։ Սիրելիներս, այսօր այսքան հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ազատ լրատվականի հայագիտական ձայնի Արարատի հաղորդաշարը։ Հաջողություն կհանդիպենք։